Ապրիլի 21-ի ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերտ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Օրակարգում ինտենսիվ տեղումների հետևանքով գետերի ելքերի հնարավոր աճի եւ լեռնային շրջաներում ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցերն էին։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով ապրիլի 20-ից 21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում զգալի։ Վեդի, Ազատ եւ Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Նշվել է նաեւ, որ ապրիլի 24-ից սկսած սպասվում են ինտենսիվ տեղումներ եւ ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետևանքով ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում, ստեղծելով որոշակի ռիսկեր։ Տեղեկությունը ստանալուց հետո ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ, կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունների եւ մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումները անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։ Հորս, Ակունք եւ Փամբա գետերի մակարդակի բարձրացման պայմանավորված արձանագրվել է ջրածածկումների 3 դեպք, որոնք հիմնականում կապված են եղել գետաբերանների հատվածներում ջրաբերուկների եւ աղբի կուտակման հետևանքով առաջացած խցանումները։ Քննարկման ընթացքում նշվել է, որ մի շարք հատվածներում խնդիրները պայմանավորված են գետերի հուների մաքրման անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդգծել է մաքրման եւ կանխարգելիչ ինժեներական աշխատանքների կարեւորությունը։ Քննարկվել են նաեւ Ախուրյանի, Ազատի եւ այլ խոշոր ջրամբարների վիճակը, հնարավոր ռիսկերի կանխատեսման եւ վերահսկման համատեքստում անդրադարձ է կատարվել ջրամբարների տարողունակությանը եւ լցվածության ցուցանիշներին։ Որպես հանրային իրազեկման եւ վաղ ազարարման համակարգի առանցքային օղակ կարեւորվել է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի դերը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել ռիսկային հատվածների վերահսկողությունը եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու համար ապահովել տեխնիկայի մշտական պատրաստվածությունը։ Հնարավոր զարգացումներին արագ եւ համակարգված արձագանքելու նպատակով նախարարը հանձնարարել է շրջակա միջավայրի նախարարության եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջև կրիտիկական հատվածների վերաբերյալ շարունակել օպերատիվ տվյալների փոխանակումը։ Նիստի ընթացքում ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը ներկայացրել է վերջին օրերին Վայոց ձորի, Կոտայքի եւ Լոռու մարզերի բնակավայրերում գետերի վարարման հետևանքով արձանագրված իրավիճակը եւ իրականացված օպերատիվ միջոցառումները։ Նշվել է, որ փրկարարական ծառայողները համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացրել են սահմանազատման, հոսքերի կարգավորման եւ կանխարգելիչ աշխատանքներ։ Իրավիճակը կառավարելի է, լուրջ վնասներ չեն արձանագրվել։